Արտահոսքի հետքերով բազմահարկ նորակառույց բնակարանը ունես խողնավացած հատված, որը 2 տարի առաջ արտահայտված եղել, նորից կրկնվել է, այստեղ արդեն քանդը վերանորոգել են, քանդել են, ոչինչ չեն հայտնաբերել, ստիպված վերանորոգել են, կրկին արտահայտվել է, արդեն մասամբ, այսինքն այդ հատվածը խողնավաչափով գերխողնավ է, ջեռուցման ջրամատակարարման համակարգը կենտրոնական է, շենքն է մատուցում, հասկանանք ինչից է։ Դե ինչ արդեն որոնումներն իր արդյունքին է բերել, այսինքն մեր կոյուղագիծը չունի ուգլոն, ամբողջովին ջրի խողովակը 100%-ով փակ է, այսինքն տրապից բռնած մինչև այնտեղ արդեն թեքություն չունեք ու ջուրը սենց կանգնած է, այսինքն կամերան, որ առաջ են գալի դեպի հատվածին արդեն բացվում է, այստեղ ուղղակի թեքություններն են բացակայում, բաց այդ ամեն ինչը ճնշումներ տալով, այս մեր կոլեկտորից, սառը ջրի կոլեկտորից հոսքեր կա, կամերայով ներքևը արձանագրում եմ հատակը ամբողջովին ջուր է, այսինքն կոլեկտորից ուղղորդված չել է ներքև, լվացանի կողմից նույնպես ամբողջովին ջրով է կոյուղին, այսինքն 100% ջուր է մեջը մնում, բաները բացակայում է, թեքությունները բացակայում է, որ էլի պատճառ կրա հանդիսանա մանր արտահոսքի։ Պատվիրատուին խորհուրդ եմ տվել մի հատ հիդրոխցանով լվանա, փորձենք չորացման անենք, որ կանենք մեջը տեսադիտարկենք, որովհետև այս կերպով մանր մունը ճարքերը հնարավոր չի տեսադիտարկել, այսինքն առկա է կոյուղու թեքությունների բացակայություն, որը պատճառ կրա հանդիսանա, իսկ արդեն դեղով պատճառը կոլեկտորից արտահոսում է, իջնում կարա տարածական տարածի։ Դե ինչ կոլեկտորից հոսքերը չի լինում դադարեցնել, փորձեցի ձգելով մասամբ պրակլատկաները փոխելով, միևնույն ենք հոսում է, ճնշումները ստեղ անկում է ապրում, տակնել ամբողջովին կուտակային ցած է հին ժամանակներից։